Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված եւ հանցավոր հակումներ ունեցող 266 անձ։ Հանրային անվտանգությանը սպառնացող ցանկացած դրսևորում շարունակում է արժանանալ ներքին գործերի նախարարության ոստիկանության հասցեական արձագանքին։ Այդ նպատակով ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են հատուկ միջոցառումները։ Ոստիկանները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի 1 տասնյակից ավելի հավաքատեղիներում։ Ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված եւ հանցավոր հակումներ ունեցող 266 անձ։ Շենգավիթի համայնքային ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքում։ Օգոստոսի 20-ի առավոտյան համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնեց, որ գիշերը հանել տարել են Արարատյան փողոցում կայանված իր 5 ավտոմեքենաների զույգ համարանիշները։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ գողությունը կատարել են օտարերկրացի 3 տղամարդիկ, որոնք Հայաստանում չունեն մշտական բնակության վայր։ Հետագա միջոցառումների արդյունքում նույն օրը ժամը 14-ի սահմաններում 3-ն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին բաժին։ Գողոնը հայտնաբերվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են Տարեց կանանց կողոպտողին, նա կալանավորվել է։ Օգոստոսի սկզբներին կողոպուտի վերաբերյալ ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց մի քանի ահազանգ։ Մայրաքաղաքի Բագրատունյանց պողոտայում եւ Եղիշե Թադևոսյան փողոցում տարեց 3 կանանց պարանոցներից պոկել տարել էին ոսկյաշղթան։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկությունն իրացրին համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի գործընկերների հետ։ Ստացվեց հավաստի տեղեկություն, որ բացահայտ հափշտակությունները կատարել է Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ դա նույն անձն է, որին նախկինում կատարած նման հանցագործությունների համար քրեական ոստիկաններն արդեն իսկ կասկածում եւ ճշտում էին նրա փաստացի բնակության վայրը։ Օգոստոսի 13-ի առավոտյան ժամը 9:40-ին Մայրաքաղաքի Նարդոսի փողոցում, որտեղ ժամանակավոր բնակություն էր հաստատել տղամարդը, հիշյալ կողոպուտները կատարելու հիմնավոր կասկածով նա ձերբակալվեց եւ տեղափոխվեց քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Տղամարդը խոստովանեց ոչ միայն օգոստոսին, այլև նախկինում կատարած եւս 4 կողոպուտ, որոնք բոլորն էլ տեղի էին ունեցել Մայրաքաղաքի Բագրատունյանց պողոտայում եւ տուժողները դարձյալ Տարեց կանայք էին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։ 39-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, նախաքննությունը շարունակվում է։ Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են գողությունը կատարած անձին, $50,000 գնահատված գողոնը հայտնաբերվել է։ Օգոստոսի 14-ին ժամը 11:45-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվեց գողության վերաբերյալ։ Մայրաքաղաքի Վերնիսաժ բացօթյա տոնավաճառի պահեստից տարել էինք զարդեղենով ճամպրուկ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները շտաբ մեկնեցին դեպքի վայր։ Պարզվեց, որ ժամը 9:35-ից 45 ընկած ժամանակահատվածում պահեստից գողացել էին $50,000 արժողության արծաթե զարդեր։ Կենտրոն եւ Նորք մարաշվարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները պարզեցին, որ գողությունը կատարել է Մայրաքաղաքի Ներքին Ջարբախի 43-ամյա բնակիչը, որն էլ ահազանգից ժամեր անց ժամը 17:10-ին հայտնաբերվեց իր տան մոտ, ձերբակալվեց եւ գողացված ճամպրուկով հանդերձ տեղափոխվեց վարչություն։ Նախաքննությունը շարունակվում է։ Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկության դեպք են բացահայտել, առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք։ Համայնքային ոստիկանության բազումի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի 19-ամյա բնակիչը Վանաձորի Աղայան փողոցի շենքերից մեկի մոտ գտնվող ավտոտնակներից վերցնում է կեղծ օղիներ, իր մեքենայով դրանք տեղափոխում եւ իրացնում։ Հետագա միջոցառումների արդյունքում հուլիսի 30-ից 3-ը համայնքային ոստիկանները Աղայան փողոցում ձերբակալեցին երիտասարդին։ Նրա վարած մեքենան կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում, իսկ երիտասարդը ներկայացվեց Լոռու մարզային քննչական վարչություն։ Զուգահեռ ոստիկանները հսկողություն սահմանեցին այն ավտոտնակների մոտ, որտեղից ըստ տեղեկության երիտասարդը վերցրել էր կեղծ օղիները։ Նախաձեռնվեց քրեական վարույթ եւ հաջորդ 2 օրերին զննություններ կատարվեցին ավտոտնակներում։ Հայտնաբերվեցին շշալցված ծառատեսակ 3130 օղի, օղու դատարկ շշեր, բազմաթիվ պիտակներ ու կափարիչներ, օղու նմանվող հեղուկով ապակե մեծ տարաներ եւ այլ պարագաներ։ Նախաքննությունը շարունակվում է։ Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը։ 1 անձ ձերբակալվել է։
Օգոստոսի 16-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արտաշատ քաղաքի Վերին Դվին գյուղի բնակչուհին հայտնել էր, որ առևանգել են դստերը։ Արարատի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարած անձանց ինքնությունը։ Պարզվել է, որ օգոստոսի 16-ին առավոտյան ժամը 10-ի սահմաններում Վերին Դվին գյուղի բնակիչ 4 երիտասարդ Աբուլ Ֆարաջի փողոցում գետնին են գցել 39-ամյա կնոջը եւ առևանգել 18-ամյա աղջկան։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված հետագա միջոցառումների եւ բացատրական աշխատանքի արդյունքում 30-ամյա երիտասարդը ներկայացել է նախաքննական մարմին, ձերբակալվել եւ տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։